մենք անցնող տարվա սկզբին ռազմավարական գործընկերություն հաստատեցինք Միացյալ Նահանգների հետ, ընդ որում հիշում եք մեզ քննադատում էին, ասում էին ընդհանրապես խելք չունեն, ոնց կարելի է գնացող վարչակազմի հետ այդպիսի փաստաթուղթ տանել, նորերը չեն շարունակելու։ Հիմա նոր նախագահ Թրամփի վարչակազմը եկավ եւ ոչ միայն շարունակեց, այլև վերցրեց այդ ռազմավարական գործընկերության շրջանակներում մեր հետ կնքեց փաստաթղթեր, հուշագրեր, որոնք տեսնում ենք, որ կյանքի են կոչվում։ Մեկը խաղաղության խաչմերուկի, նաև TRIP նախագծի, այսի ենթակառուցվածքների վերաբերյալ, մի ուրիշը արհեստական բանականություն, կիսահաղորդիչներ եւ այլն, մենք մոռանում ենք, որ գործարք է տեղի ունեցել աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի հետ, մասնակցությամբ, հա, օրինակ Nvidia-ն, կիսահաղորդիչներ Հայաստանում, ուրեմն տվյալների բազաներ, խոսվում է 500 միլիոնի մասին, պոտենցիալ օրորի ավելանում, այսինքն բաներ են տեղի ունենում դրանց հիման վրա, գետնի վրա։ Եվրոպական միության հետ արդեն առիթ ունեցա թվարկելու ինչեր արվել, արվում եւ կարվի։ Ղազախստանի հետ կրկին ռազմավարական գործընկերություն հաստատեցինք վարչապետ Փաշինյանի այցի շրջանակներում Ղազախստան կատարած, վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Տոկաևը կրկին հռչակեցին, հաստատեցին ռազմավարական գործընկերություն։ Տեսնում եք, որ դրանից հետո Ղազախստանից սկսեց ծորեն գալ Ադրբեջանի տարածքով, օրինակ Հայաստան, եւ այլն։ Ես ուզում եմ կանխատեսում նորից անել, առաջիկայում այդ ռազմավարական գործընկերությունները ելի կշարունակվեն հաստատել եւ բոլոր ուղղությամբ էլ աշխատանք արվում է, որ կոնկրետ արդյունքներ տան։ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւս այդ ցանկում է եւ այդ մասին մենք բարձրաձայն հայտարարել ենք իրանցի գործընկերների հետ։